Գաղափար կար ստեղծել նախադեպը չունեցող ամսագիր, որն անմիջականորեն կապված կլիներ խոհարարական արվեստի հետ։ Ստեղծվեց աշխատանքային թիմ, տարվեց միասնական աշխատանք։ Յուրաքանչյուր մարդու երկարակեցության երաշխիքը առողջ ու օգտակար սննդի մեջ է։ Ուստի աշխատակազմի կողմից որոշվեց. ամսագիրը կոչվելու էր «Բարի ախորժակ», առաջին հայկական խոհարարական ամսագիր։ Նրա հիմնադրի Տիգրան Գալուստյանի նախաձեռնությունը հավանության արժանացավ հայ բծախնդիր ու պահանջկոտ հասարակության կողմից։ Դիզայներական ուրույն ոճով ու գունային կոլորիտով ամսագիր, հագեցած կերակուրների մասին բովանդակային ու հետաքրքիր տեղեկությամբ։ Այն խոհարարական աշխարհի մասին լայն տեղեկատվություն տալով բացահայտում է աշխարհի խոհարարական արվեստի գաղտնիքները։ Բարի ախորժակի տարեդարձի առթիվ որոշվեց ֆիլմ նկարահանել։ Ֆիլմը ամփոփ հաշվետվության տեսքով ներկայացնելու էր մեր մեկամյա դժվարին աշխատանքը։ Անդրադառնալով Բարի ախորժակի տեսանկարահանումների հսկայական արխիվին, սկսեցին ֆիլմի նախապատրաստական աշխատանքները։ Նշենք, որ ֆոտոպատմությունների ու նախագծերի վրա աշխատել է մի հսկայական թիմ՝ լուսանկարիչներ, վարսահարդարներ, տեքստերի հեղինակներ, դիմահարդար, մատնահարդար եւ այլք։ Իսկ բոլոր մտահղացումները Բարի ախորժակի հիմնադիր տնօրեն Տիգրան Գալուստյանինն է։ Բարի ախորժակի նկարահանումներին մասնակցել են միայն արտերկրից հրավիրված հայտնի մոդելներ, որոնք Հայաստանում նկարահանվեցին միայն ու միայն Բարի ախորժակի համար, նրա մենաշնորհային ու բացառիկ իրավունքով։ Մենք այսօր արդեն հաստատուն քայլեր ենք անում ամսագրային շուկայում։ Մեր կողքին կան բազմաթիվ լավ ընկերներ։ Չենք ուզում առանձնացնել ոչ ոքի։ Շնորհակալություն բոլորին։ Միապաղաղությունից խուսափելու համար փորձեցինք ներկայացնել հետաքրքիր ֆոտոպատմությունների շարք։ Առաջին ֆոտոպատմության գաղափարը յուրօրինակ ու անկրկնելի էր, ինչպես եւ ողջ ֆոտոպատմության ընթացքը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավիրված հայտնի մոդելը Մարիա Մորեն։ Երկար նախապատրաստական աշխատանքների ընթացքում ընտրվեցին գաղափարը լրացնող աքսեսուարներ, դետալներ եւ հագուստներ։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո մեր ողջ ստեղծագործական խումբն ուղևորվեց Սևան, որտեղ էլ հնարավոր է ստանալ ամառային կոլորիտ ու էկզոտիկ տեսարաններ, վայրի բնություն, թեժ արև եւ վառ գույներ։ Now it's time for bed. 2 more to the head. Got the floor red. Yeah, that nigga's dead. Another unsolved mystery. It's going down in history. Niggas ain't never did shit to me. Come, get some, you little bum. I take the cake, but you can't get a crumb from the poetic, authentic, superior, ultimate, and all that good shit. I'm the original Asiatic, acrobatic, there you have it. Now get dramatic, creating drama when I'm on the scene, and I pack 'em in mean like Bruce Springsteen. I provide a style that's mild and meanwhile,
on trial, a rap pile of exile. Make it tumble and stumble, in a rumble just crumble. And I'm still calm and humble. You need another helping hand to swing on. I stand alone, but still you gotta bring on your Batman and Robin, Cagney and Lacey, Starsky and Hutch, but they still can't face me. And if I may make this one thing here clear, that's for you not to come. Մոդել Մարիամ Մորեն հմուտ մասնագետների շնորհիվ վերածվեց իսկական Ռոբինզոն Կրուզոյի, Քիմ Ռոբինզոն։ Իրոք որ հետաքրքիր է։ Մորենն իր ստեղծագործական բնույթով էլ ավելի համոզիչ դարձրեց ստեղծված կերպարը։ Ամեն ինչ հրաշալի էր, չնայած բնության կամահաճույքներին, որոնք ասես ուղիղ կապ ունեն մարդկային ներաշխարհի հետ։ Տխրություն, որը վերափոխվում է ուրախության ու ճիշտ հակառակը։ Սկզբում կիզիչ արև էր, որը ոչ այնքան ջերմացնում էր, որքան այրում, հետո անխնա տեղացող կարկտախառն անձրև։ Այդուհանդերձ, այդ ամենը որևէ կերպ չանդրադարձավ տարվող աշխատանքների վրա, եւ Մարիան կարծես հարմարվեց մեր բնակլիմայական պայմաններին։ Համենայն դեպս, ֆոտոնկարներն այդքան գեղեցիկ ու համոզիչ են։ Հետաքրքիր ու բովանդակալից էր ֆոտոընթացքը, վայրի բնության մեջ ապրող աղջիկը վերափոխվեց։ Անմարդաբնակ կղզում, միայնության մեջ բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով նա փորձեց գոյատևել։ No Delia Scarface, but bright as a Cosby show. Don't attack rappers, but make everyone hush. They step to me, but can't stop the bum rush. I make material rich and imperial. The unique technique I speak is all original. You like to sag and drag and gag, same old, but Papa's got a brand new bag. So put the mic down, boy, you can't work it. Do the whack lyrics, it's about the short circuit. So toss the source, of course, to the boss. No remorse, you're lost with force. I cause a holocaust. First I caught you, then put you to torture. You move wrong, my son, so I torture. Well. Մեր վայրի գեղեցկուհին անցավ ճակատագրի բաժին հանած բոլոր փորձությունների միջով ու նրանից մի մեծ նվեր ստացավ։ Նա Ռոբինզոնյան միայնության կղզուց հայտնվեց քաղաքակիրթ աշխարհում ու սկսվեց մի իսկական խրախճանք զբոսանավի վրա։ Նավապետ, մրգեր ու խմիչք, որոնք փոխարինելու եկան նիզակին ու կաթսային։ Մարիամ Մորեի անկաշկանդ խաղով ստացվեց գեղեցիկ ու էկզոտիկ ֆոտոպատմություն, որը զարդարեց մեր ամսագիրը։